Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է հուլիսի 9-ի համար, տարվա բոլոր ծնված նշանների համար։ Սիրելիներս, եթե ինչ-որ տեղեկատվություն եք ուզում իմանալ, ապա տեղեկատվությունները լինում են վերնագրի տակ, իմ բոլոր ալիքների հղումները նույնպես։ Նաև մեկնաբանությունները փակ կլինեն բոլոր իմ ալիքների, որովհետև ես սա անում եմ ձեզ համար եւ չեմ ուզում սպասել ձեզանից որևէ մեկնաբանության եւ ավելի լավ է սպասեմ ձեզանից լայքերի, ձեր ուշադրությունը այդպես լինի, ձեր շնորհակալությունը լինի լայքի տեսքով։ Հավանեցիք, ուզում եք ինչ-որ մի բան գրեք, լայքեք։ Չնայած որ այդ ամենը ինձանից կախված չի, հա, տեսնում եք, քարտերը ձեր առջև խառնվում են, քարտերը ձեր առջև գցվում են։ Ինչ-որ մի բան չի, որ ես հատուկ ուղղակի այսպես օդից վերցնում եւ ասում եմ, քարտերի վրա նույնպես որոշ քարտեր կան, որ վրան գրված է նշանակությունը, կարող եք նաև դուք ինքներդ կարդալ։ Ոնց որ ես պատասխանատու չեմ այս կամ այն մարդու լավ կամ վատ օրվա համար։ Դե ինչ ընկնում է ես դա պարտավոր եմ ասել։ Այսքանը եւ տեսնենք թե մեզ այդ օրը ինչ է սպասվելու։ Ինչ է սպասվում։ Այ, չեմ տեղադրել։ Գնայինք առնետներին։ Ինչ է սպասվում առնետներին հուլիսի 9-ին։ Հարգելի առնետներ, այդ օրը որևէ իրադարձություններ ունեք, որոնք ամեն ամիս ես կատարվում են, այդ օրը եւս պետք է անեք դա, միգուցե վճար է, որովհետեւ տխրում եք, որովհետեւ հիասթափություն եք, կամ ոնց որ էլի եկավ այս վճարման օրը, դե համար մի տեսակ տխրում եք։ Եվ այստեղ ընկերոջը տեսնելուց կարող եք հուզվել, միգուցե ինչ-որ մի բան է ասում, որից հուզվում եք, եւ երջանիկ կլինեք, ինչ-որ մի բան է օրվա ընթացքում ձեզ երջանկացնելու, գումարը կստանաք, գումարը կվճարեք, հա, գումարը կծախսեք նաև կամ գումարի մասին կխոսեք, հետո ձեզ գումար կփոխանցեն, նվեր կգնեք կամ դուք նվեր կստանաք, գործեր այդ օրը կանեք, կվերջացնեք, կավարտեք, վերջնական լուծում կտաք եւ որևէ գաղտնիք է բացահայտվելու։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին հուլիսի 9-ին։
Հարգելի ցուլեր, սա տարվա ծնված ցուլերին է միայն վերաբերվում։ Օրը ձեր ձեռքում է շատ բան հենց ձեզանից է կախված։ Նաև ինչ որ տեղեկատվություն կստանաք, նամակ, որ ինչ որ մի բան ավարտվել է կամ դուք եք ավարտել, կամ կստանաք փաստաթուղթ, որը պարզ կդառնա, որ վերջ ավարտվեց, ոչ է գործունեություն։ Ձեզ սիրված կզգաք, ձեզ լավ կզգաք, նաև ոմանց սիրախոստովանություն կանեն կամ դուք կանեք, նաև կարող սիրահարվել, հանդիպել ձեր հարազատ մարդկանց հետ և հյուր ունեք, կամ դուք եք գնալու, կամ իրենք կգան։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վագրերին։ Ինչ է սպասվում վագրերին հուլիսի 9-ին։ Հարգելի վագրեր, այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք ձեր ընկերոջ հետ, նաև տհաճ պահեր կան այդ օրը, ինչ-որ մեկից բաժանում, ինչ-որ բանից հեռացում նաև, այստեղ օձեր կան, որոնք որ ձեր տրամադրության վրա են ազդում այդ օրը, ձեր տրամադրությունը գցում են, հիասթափություն կարող է առաջանալ, այնպես որ մի լսեք իրենց, հաջողություն ունեք այդ օրը նաև ձեր գործերում այնինչ որ կանեք, սեղանի շուրջ եք նստելու և ձեր ցանկությունները կիրականանան։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք նապաստակներին։ Ինչ է սպասվում նապաստակներին հուլիսի 9-ին։
Հարգելի նապաստակներ, այդ օրը գումար եք ստանալու, նաև տան հետ կապված իրադարձություններ կան, նա առիթ է, ձեր տանն է կամ պետք է գնաք, դա այստեղ նվերներ արդեն կամ դուք եք ստանում կամ դուք եք տալիս, ուրախ եք, բարձր տրամադրություն ունեք, հույսով լցված եք, հույս նետել եք ինչ-որ բանի վրա, ինչ-որ մեկի վրա, ճանապարհ եք գնալու կամ ինչ-որ մարդիկ արդեն կգան ձեզ մոտ և այստեղ ձեր ցանկությունները կատարվում են առիթի հետ կապված կամ ցանկությունները լինում են առիթ եք անում, նշում եք, մարդկանց եք հրավիրում կամ ուզում եք որ գնալ ինչ-որ միտեղ ուրախանալ կամ դա նաև այնպես է լինում առիթը, ինչպես որ դուք եք ցանկանում, այնպես է ընթանում առիթը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վիշապներին։ Ինչ է սպասվում վիշապներին հուլիսի 9-ին։ Հարգելի վիշապներ, այդ օրը ժամ եք պայմանավորվել, ուշադիր եղեք, որտեղ ժամի հետ կապված տհաճ բաներ կան։ Կամ իրար լավ չեք հասկացել, թե որ ժամին պետք է լինեք, կամ ինքն է ուշանում, կամ դուք եք ուշանում, այդտեղ հստակ ժամի հետ կապված տհաճ բաներ կան։ Կամ չեք կարողանում դիմացինից ժամ վերցնել դիմացինի մոտ, որ գնաք։ Ժամ պայմանավորվել այդպես։ Նաև օրվա ընթացքում գործերը կանեք կավարտեք, կվերջացնեք, վերջնական որոշում կկայացնեք, նաև օրվա ընթացքում կցանկանաք պարկել, հանգստանալ, ոմանց համար դա նաև ինտիմ հարաբերություններ է, ուրախ եք, բարձր տրամադրություն կունենաք, այդ այն գործերը, որոնք որ մնացել էին, այդ գործերն եք անելու ավարտեք այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք օձերին։ Ինչ է սպասվում օձերին հուլիսի 9-ին։
Հարգելի օձեր, այդ օրը նորություն եք լսելու, միգուցե փաստաթղթի տեսքով, միգուցե այդպես փաստաթղթով եք ստանալու այդ նորությունը, կամ ինչ-որ մեկը նամակ կգրի ձեզ, այդպես կիմանաք։ Նաև տան հետ կապված առիթ ունեք, այստեղ կամ ձեր տանն է, կամ պետք է գնաք այդ առիթին, նաև տան հետ կապված ինչ-որ իրադարձություններ են, որոնք որ պետք է անեք այդ օրը։ Ոմանք ընդունվեն աշխատանքի, ոմանք կարող են իրոք աշխատանքը տանից եք անում, նաև հանդիպում պետական աշխատողի հետ, որտեղ ունեք նաև պետական հիմնարկության հետ կապված հարցեր, դա կարող է լինել բժիշկ, ուսումնական հաստատություն եւ այնտեղ ուսուցչուհու հետ հանդիպեք կամ դասախոսի հետ հանդիպեք։ Նաև աշխատանքի մասին կխոսեք, կարող է դուրս եք գալիս, որպեսզի գնաք պետական հիմնարկություն, հանդիպում շփում կունենաք ձեր ընկերոջ հետ եւ տղաճ պահեր կան այդ օրը ինչ-որ միտեղ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձիերի։ Ինչ է սպասվում ձիերին հուլիսի 9-ին։ Հարգելի այծեր, այդ օրը ոմանք սիրային ժամադրություն ունեն, ոմանք պայմանավորվածություն, հանդիպում իրենց հարազատների հետ։ Նվեր կստանաք կամ դուք նվեր կտաք ինչ-որ մեկին, նաև ոմանք ունեն գաղտնի գործողություններ, ոմանք ունեն գաղտնի սիրավեպ։ Այստեղ սպասում եք եւ հիասթափվում եք կարծես թե ինչ-որ մեկից կամ տխրում եք, որովհետև չկա եւ դա ձեզ ցավ է տալիս։ Կարծես թե ձեզ սպասելու հետ է կապված։ Սուտ կա այստեղ, սուտ կա դրանից է, որ դա ձեզ ցավ է տալիս եւ հիասթափվում եք կամ այդ մարդուց կամ այդ իրավիճակից։ Եվ այստեղ ձեզ կհրավիրեն, որ եթե առիթի, դա ձեզ կերջանկացնի։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք այծերի։ Ինչ է սպասվում այծերին հուլիսի 9-ին։
Հարգելի այծեր, այդ օր ուշադիր եղեք ինչ որ մեկի հետ եք վիճում, համար կար այստեղ յուրաքանչյուր քայլ անելուց առաջ երկար մտածեք, միշտ ապեք ոչ մի հարցի վերաբերյալ, նաև ունեք պետական հիմնարկության հետ կապված հարցեր, դրանցով պետք է զբաղվեք այդ օրը, դա կարող է լինել ուսման կենտրոն, բժշկական կենտրոն եւ այլն։ Եվ նաև ուշադիր եղեք այստեղ եւս ինչ որ հնարավորություն կարող ձեր ձեռքից բաց թողնել, կարող վիճում եք, եւ դրանից է։ Գործնական հանդիպում ունեք այդ օրը, գործնական խոսակցություն, օրը ընդհանրապես ձեր ձեռքում է, շատ բան հենց ձեզանից է կախված եւ հրավերք ունեք վարչի առիթի։ Կամ դուք եք մարդկանց հրավիրելու։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կապիկներին։ Ինչ է սպասվում կապիկներին հուլիսի 9-ին։ Հարգելի կապիկներ, այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք ձեր ընկերոջ հետ, ընկերուհու կամ գումար կծախսեք կամ գումարի մասին կխոսեք, գործերը կանեք, կավարտեք, կվերջացնեք եւ ինչ-որ մի բան է ձեզ տխրեցնում, ինչ-որ մի բան ձեզ դուր չի գալիս։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ակաղներին։ Ինչ է սպասվում ակաղներին հուլիսի 9-ին։ Հարգելի ակաղներ, այդ օրը ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը կամ կարող եք այցելել նման կենտրոն, որևիցե իրադարձություն ունեք, որոնք ձեզ հետ կատարվում են յուրաքանչյուր ամիս, այդ օրը եւս կկատարվեն կամ ավարտվում է դա կամ նոր է սկսվում կամ վերջին մեկ ամսվա իրադարձությունն է ավարտվում։ Այստեղ ինչ-որ մի բան հաղթանակած դուրս եք գալիս, հաղթանակած ավարտում եք, միգուցե դա է, եւ բաժանվում եք ինչ-որ բանից կամ կարողանում եք ի վերջո այնպես անել, որ ինչ-որ մեկը հեռանալ ձեզանից կամ ինչ-որ ապրանք եք տալիս հաջողությամբ, ազատվում եք իրենից, միգուցե եթե պատվերներով եք աշխատում, ոնց որ պատվերը կարողանում եք ոնց որ գնում են, դա ձեզ համար հաղթանակ է եւ
բաժանվում եք իրենց, տալիս եք հաճախորդին։ Եվ ուրախ կլինեք, բարձր տրամադրություն կունենաք, հանդիպում կամ շփում կունենաք ձեր ընկերոջ հետ, դե կամ ընկերուհու հետ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք շներին։ Ինչ է սպասվում շներին հուլիսի 9-ին։ Կներեք մոմոս անջատվել էր և չգիտեմ երբ փոնից։ Հարգելի շներ, այդ օրը ուշադիր եղեք, որովհետեւ հնարավորություն կողեք ձեր ձեռքից բաց թողնել, այստեղ օձեր կան, միգուցե օձերի պատճառով է դա։ Դրա համար ուշադիր եղեք։ Բամբասանք կան, նախանձ, այնպես որ կողա ինչ-որ մի բան է, նաև ձեզ հետ են պահում ինչ-որ մի հարցից, ինչ-որ մի բանից։ Ուշադիր եղեք, մի վստահեք այդ օր իրենց։ Հրավերք ունեք որևիցե առիթի այդ օրը և հանդիպում կամ շփում կունենաք ձեզ համար շատ մտերիմ անձնավորության հետ։ Նաև կողը իր առիթն է, ինքն է ձեզ հրավիրում, նաև դա հավատարմություն է։ Հավատարմություն է ինչ-որ մեկի կողմից, միգուցե ընկերոջ, միգուցե նաև ցույց է տալիս ձեր երկրորդ կեսի հավատարմությունը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վարազներին, խոզերին։ Ինչ է սպասվում վարազներին հուլիսի 9-ին։ Հարգելի վարազներ, այդ օրը ոմանք ունեն
թաքուն գործողություններ, ոմանք ունեն թաքուն սիրավեպ։ Դա հաճախ կան նաև օրվա ընթացքում, տխրություն է սա, հիասթափություն ինչ-որ մեկից կամ ինչ-որ բանի համար։ Նաև նվեր կստանա կամ դուք նվեր կտաք, հնարավոր է նաև սա քաղցրավենիք է, ծաղիկ է եւ այլն, սեղանի շուրջ եք նստելու եւ հանկարծակի լուր կլսեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։